Ռոբերտ Լայրդենի ծառայությունը ներկայացնում է բժշկող ավետարանիչները։ Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց եւ կանանց կյանքը, որոնք եղել են ներգրաված բժշկության ծառայության մեջ։ Թողնավազի ծեր մարգարեի նման, Տեր թողնավազի Եղիայի նման Հիսուսի անունով, Տեր թողնակայլի, նախքան համբարձվել է, Հիսուս իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես եւ դուք երբեք չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք, ապա պարտություն չպետք է ունենաք եւ ոչ մի միավոր։ Մատթեոսի գիրքն ասում է. ահա ես ձեզ ուղարկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք եւ աղավնիների պես միամիտ։ Եվ երբ կգնաք, քարոզեցեք եւ ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին եւ դևեր հանեցեք։ Ձրից ստացել եք, ձրի տվեք։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքի եւ ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուրը Ռոբերտ Լայրդենը։ Բարի գալուս մեր ուսուցմանը։ Այսօր մենք կուսումնասիրենք մի մեծ մարդու մասին։ Մինչ նրա ասպարեզ գալը եկեղեցին հասել էր այնպիսի վիճակի, որ մտածում էին, թե ով է հաջորդ առաջնորդը լինելու։ Ինչ ենք անելու, ինչ է կատարվում եկեղեցու հետ։ Եկեղեցին հայտնվեց այս վիճակում, երբ Տիկին Մակփերսոնը, Սմիթ Վիգլսվորդը եւ այլ մեծ մարդիկ մահացան, որոնց Աստված առաջնորդել էր այդ բարձրունքին։ Նրանք նոր էին հեռացել, երբ եկավ մի մարդ, որի անունը Վիլյամ Բրանհամ էր։ Եղբայր Բրանհամը ասպարեզ եկավ այն ժամանակ, երբ եկեղեցին փնտրում էր մի առաջնորդի։ Նա որպես մարգարե էր այս մարդկանց մեջ։ Եղբայր Բրանհամը ծնվել է 1909 թվականին Կենտուկիում։ Մենք ցույց կտանք ձեզ էկրանի վրա։ Ես ուրախ եմ, որ մենք գտել ենք այդ նկարը ձեզ ցուցադրելու համար։ Նա ծնվել է այստեղ եւ ունեցել է խոնարհ կյանքի սկիզբ։ Միշտ հիշեք, Աստված կարող է գործածել ձեզ եւ կապ չունի, թե դուք որտեղից եք։ Ասում են, երբ նա ծնվել է, մեծ լույս է իջել իր անկողնու վրա եւ նկատելի դարձել իր ծնողների կողմից, որոնք այնքան էլ աստվածապաշտ չէին։ Այդ երևույթից ծնողները հասկացան, որ Աստված հատուկ առաքելություն ունի նրա համար։ Եղբայր Բրանհամի կյանքը լեցուն է եղել տեսիլքներով։ Հրեշտակներն են խոսել նրա հետ։ Նա շոկի մեջ է գցել աշխարհին եւ զարմացրել եկեղեցուն։ Նա գործում էր հոգու պարգևներով, մասնավորապես գիտության խոսքով։ Մենք կտեսնենք մի քանի րոպեից, թե ինչպես էր նա գործում, բայց առաջին հերթին ուզում եմ խոսել նրա մանկության օրերի մասին։ Երբ եղբայր Բրանհամը առաջին անգամ Տիրոջ ձայնը բարձրաձայն լսեց, նա 7 տարեկան էր։ Երբ ուսումնասիրենք նրա կյանքը, դուք կտեսնեք, որ Աստված խոսել է նրա հետ բարձրաձայն, տեսիլքներով, աղոթքներում, եւ նա մի փոքր տարբեր էր ուրիշներից։ Նրա կյանքը եւ ծառայության պտուղը հաստատում էր այն, ինչ նա ասում էր։ 7 տարեկան հասակում մեկ օր նա գնում է ջուր բերելու եւ մի ծառի կողքով անցնելիս մեծ քամի է զգում այդ ծառի մոտ։ Նա ասում է, որ այդ քամու միջից, որը միայն ճիշտ այդ ծառի մոտ է, Աստված խոսում է եւ ասում նրան. երբեք չխմես, չծխես եւ կամ ապականես քո մարմինը ինչ որ ձևով, որովհետեւ ես գործ ունեմ քո հետ։ Այդ վախեցնում է նրան։ Նա վազում է տուն իր մոր մոտ։ Մայրն էլ կարծում է, թե երեխան ներվոզային վիճակում է եւ խանգարվել են նրա պատկերացումները։ Նա քննացնում է երեխային։ Բայց այդ իրոք Աստված էր, որ խոսել էր նրա հետ։ Ես շարունակ կասեմ այս ուսուցման ընթացքում, որ Աստված իրոք խոսել է ձեզանից ոմանց հետ, երբ դուք փոքր էիք։ Նա ասել է. ես գործ ունեմ քեզ համար։ Այդ գործը կարող է շարունակվել, եթե դու հնազանդվես Աստծուն եւ ժամանակ անցկացնես նրա հետ, որպեսզի նա աճեցնի եւ պատրաստի քեզ դարձնելով մի անձ, որը ամուր է եւ առողջ հոգեվորապես։ 14 տարեկան հասակում եղբայր Բրանհամը մեծ վնասվածք գրեց որսորդության ժամանակ։ Նա մի անձ էր, որ սիրում էր բնություն, սիրում էր ժամանակ անցկացնել
անտառում, որտեղ էլ նա հայտնություններ էր ստանում Տիրոջից։ Նա ժամանակ էր գտնում հեռանալու մարդկանցից։ Լինելով բնության մեջ Աստված խոսում էր նրա հետ։ Այս հանգեցնում է ինձ հետևյալին. մարդիկ կան, ովքեր անձնական ժամանակ չունեն, միայնակ ժամանակ չեն անցկացնում, եւ սա է պատճառը, որ նրանք չեն լսում Աստծուց, այլ միշտ լսում են ուրիշներից։ Աստված սիրում է խոսել անձի հետ։ Եթե ժամանակ տրամադրես հեռանալով հասարակական գործունեությունից, մարդկանց հետ հաղորդակցությունից եւ ժամանակ հատկացնես Աստծուն, այդ դեպքում դու կիմանաս, թե ինչպես գործել բերելու օրհնություններ քո ընտանիքիդ, քո ծառայությանը եւ քո ապագային։ 18 տարեկան հասակում եղբայր Բրանհամը շարունակ փախչում էր Աստծո կոչումից։ Իր ֆիզիկական խնդրի վերջում Աստված գալիս եւ ասում է նրան, որ սկսի քարոզել եւ հնազանդվել Աստծո կոչումին։ Նա դրական է արձագանքում դրան։ Նա ընդունում է Սուրբ Հոգու մկրտությունը եւ սկսում քարոզել որպես անկախ մկրտական ծառայող։ 1933 թվականի հունիսին, երբ 24 տարեկան էր, կազմակերպում է իր առաջին համաժողովը իր քաղաքում։ Մոտավորապես 3000 մարդ է գալիս ժողովին եւ նրանցից 130-ը մկրտվում են։ Առաջին նշանավոր հրաշքը դա տեղի է ունենում իր անձնական կյանքում։ Նրա վրա մեծ լույս է իջնում, երբ նա մկրտում է 17-րդ անձին։ Ես այն անձը չեմ, որ հավատում է ամեն բանի, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ մեծ լույս է իջել նաև Պողոսի վրա Դամասկոսի ճանապարհին։ Պողոսը վայր ընկավ եւ տեսավ Տիրոջը։ Իրեն շրջապատող մարդիկ նույնպես վայր ընկան եւ ձայն լսեցին։ Դա Աստծո լույսն էր։ Ես այս ամենը ներկայացնում եմ ձեզ եւ հետո թողնում ձեր անձնական համոզմունքին։ Եղբայր Բրանհամի կյանքում շատ բաներ զորավոր էր եւ տարբեր։ Նա նշանների եւ հրաշքների մարդ էր։ Մարգարեական պարգև ունեցողը կարող է ունենալ այս բաները։ Եղբայր Բրանհամը շարունակեց իր ծառայությունը։ 1933 թվականին մարդիկ կառուցեցին մի եկեղեցի, որտեղ էլ նա հովություն էր անում։ Նա ամուսնացավ 1937-ին։ Մեծ ջրհեղեղը Օհիոյում սպանեց իր կնոջ եւ աղջկան։ Նա մնաց մենակ։ Նրան պատեց մեծ վիշտը։ 1946 թվականի մայիսի 7-ին եղբայր Բրանհամը ունենում է մի քանի հրեշտակային այցելություններ։ Նա համարձակությամբ ասում էր մարդկանց այն, ինչ Աստված էր ասում։ Ասում էր այն, ինչ Տիրոջ հրեշտակները պատգամ էին բերում Աստծո գահի առջևից։ Այս հրեշտակը 1946 թվականի մայիսի 7-ին բերել էր այս պատգամը ասելով. Ես գործ ունեմ քեզ համար, որ անես, եւ ես քեզ երկու նշան կտամ։ Այս երկու նշաններն էլ բնութագրված են նրա ծառայության մեջ։ Առաջին նշանը դա էր ձախ ձեռքով հիվանդությունները հայտնաբերելն էր։ Ես գիտեմ, որ ձեզանից ոմանք կասեն, որ դա երևակայական է։ Դա կարող է լինել։ Որոշ անձիկ կփորձեն անել այսպիսի բան կեղծելու համար, բայց եղբայր Բրանհամի ծառայության բոլոր արդյունքները եղել են ճշմարիտ։ Անգամ Օրալ Ռոբերտսը Աստված ասել էր իրեն, որ իր մի ձեռքի միջոցով ընդունակ կլինի իմանալու, թե որքան դևեր կան անձի մեջ եւ ինչ պետք է անել ազատագրելու համար։ Ինչու է Աստված այսպես անում։ Ես Աստված չեմ, ես չգիտեմ, բայց եղած այս է եւ արդյունքները ապացույց են, որ դա իրական է։ Այլապես այսպիսով սա ձեր ընկալման խնդիրն է։ Երկրորդ բանը, որ Աստված ասել էր հրեշտակի միջոցով, դա գիտության խոսքի պարգևի մասին էր, որով նա ընդունակ կլիներ հայտնաբերելու մարդու սրտի գաղտնիքները։ Այս դասի ժամանակ մենք կդիտենք մի ժողով, որտեղ եղբայր Բրանհամը գործում է այս երկու պարգևներով։ Կան մարդիկ, ովքեր գործում են այսօր, այսպես կոչված գիտության խոսքով, բայց հավատում են, որ նրանցից ոմանք ունեն ձախորդման հոգի։ Դա Սուրբ Հոգու պարգևը չէ, այլ դիվային է։ Որովհետև ամեն բան, որ Աստված անում է, դևերը փորձում են կրկնօրինակել։ Եթե դևերը կրկնօրինակում են, սա չի նշանակում, որ մենք ամեն բան պետք է դեն գցենք։ Մենք պետք է պահպանենք Աստվածայինը։ 1946 թվականի հունիսի 14-ին եղբայր Բրանհամը ունեցավ իր բժշկության համաժողովը։ Դա Սուրբ լույսում էր, որտեղ էլ որոշ հրաշքներ սկսեցին կատարվել։
Ահա որոշ հրաշքներից։ Այդ արձանագրված է եւ ակնհայտ է եղել մարդկանց վրա։ Կաղերը քայլել են, կույրերը տեսել եւ խուլերը լսել են։ Այս նման է Հիսուսի ծառայությանը։ Հետո ասում է, որ հաջորդ օրը մի կին էր դուրս գրվել հիվանդանոցից, որովհետեւ նրանք աղոթել էին նրա համար եւ նա բժշկվել էր քաղցկեղից։ Այսպիսի հրաշքներ են եղել Բրանհամի միջոցով։ Ինչպիսի անձնավորություն էր եղբայր Բրանհամը։ Ես խոսել եմ այն մարդկանց հետ, ովքեր ճանաչել եւ եղել են իր ժողովներին։ Նրանցից մեկն էլ Դեմոս Շաքարյանն էր։ Մի անգամ հարցրեցի նրան եւ ասացի. «Եղբայր Բրանհամը եղել է ձեր ժողովներում, ինչպիսի անձնավորություն է նա»։ Նա ասաց. «Նա շատ խոնարհ մարդ էր»։ Մեկ օր հարցրեցի նրան. «Եղբայր Բրանհամ, ինչպես եք կարողանում անել այն, ինչ անում եք։ Դուք ընդամենը ասում եք մարդկանց գաղտնիքները եւ նրանք բժշկվում են։ Շատ հեշտ է եւ պարզ։ Ինչպես է այդ գործում»։ Նա ասաց. «Դա այնպես է, որ կարծես ես տեսնում եմ իրականությունը եւ այդ նման է այն բանի, որ ես իմ ձեռքով հեռացնում եմ այդ պատը, որի ետևում իրականությունն է։ Հեռացնելուց հետո ես տեսնում եմ այն, ինչ ես ուզում եմ տեսնել։ Մտածում էի, որ դա հետաքրքիր է, որ նա կարող է ընդամենը առաջ հրել իրեն, իր հավատքով եւ հոգու աչքերով նայել քո կյանքի մեջ եղած իրականությանը, հետո ասել դրանք քեզ դրականորեն, որը չի վախեցնում, հակառակը կառուցում է հավատքդ, հեռացնելու հիվանդության ախտերը։ Աստված բերելու է ծառայության պարգևներ, որոնք կգործեն այս ճանապարհով, հասցնելու մարդուն մի վիճակի, որտեղ անձը կարող է ապրել մի երջանիկ կյանք եւ ոչ թե քայլել քաղցկեղով, ծռմռված մարմնով կամ էլ մտային հիվանդությամբ։ Սա է Հիսուսի գութը եւ մտահոգությունը մարդկության համար։ 1946 թվականի հունիսի 16-ին նույն ժողովի ժամանակ մի կույր ծառայող եկավ եւ ընդունեց իր բժշկությունը։ Եվս մեկ բան եղբայր Բրանհամի մասին։ Ինչպես եղբայր Վիգլսվորդը, նա նույնպես հարություն է տվել մի քանի մարդկանց։ Հիսուս հարություն տվեց Ղազարոսին եւ ասաց, որ դուք ինձանից ավելի մեծ գործեր կանեք։ Այսպիսով մեռելներին հարություն տալ, դա ընդամենը այն մասն է, որ Աստված ասել է մեզ անելու։ Նա ասեց մեզ, որ հարություն տանք մեռելներին, բժշկենք հիվանդներին եւ հեռացնենք դևերին։ Մի կին կար, որ մահացավ իր ժողովի ընթացքում, եւ եղբայր Բրանհամը պատճառ եղավ, որ նա ետ վերադառնա կյանքի Հիսուսի զորավոր անունով։ Բժշկության ծառայությունը դա մի ծառայություն է, որ դևը փորձել է քանդել տարիներ շարունակ, բայց այդ կշարունակվի, այդ կաճի եւ կբարգավաճի։ 1947 թվականի ամռանը Պորտլանդում մի ժողով եղավ, որը վարում էր եղբայր Բրանհամը։ Այդտեղ մի մարդ կար, որը նոր էր վերադարձել Հնդկաստանից։ Նա նաեւ մեծ ավետարանիչ էր։ Նրա անունն էր վերապատվելի Օսմոնդ։ Եղբայր Բրանհամը աղոթում էր մի աղջկա աչքի համար, իսկ եղբայր Օսմոնդը եւ իր կինը գտնվելով պատշգամբում լաց էին լինում։ Նրանք նայելով ներքև տեսան, որ եղբայր Բրանհամը շրջեց այդ աղջկան դեպի լսարանը։ Ամբողջ լսարանը նայում էր այս աղջկա աչքին։ Նրա աչքը ամբողջովին բժշկված էր։ Մարդիկ սկսեցին ուրախանալ եւ եղբայր Օսմոնդը ասաց. «Ես լսեցի, կարծես հազարավոր մարդկանց ձայն ասում էր. դու կարող ես անել այդ, դու կարող ես անել այդ։ Այս ձայները մինչև այսօր հնչում են քեզ համար։ Դու կարող ես անել նույն բանը, եթե դու հասնես մի վիճակի, որտեղ Աստված կարող է հպել քեզ, որտեղ Աստված կարող է ուսուցանել եւ վերապատրաստել քեզ։ Դու պետք է վերապատրաստվես, դու պետք է լինես ճիշտ ուսուցանված, ընդունակ լինելու, ունենալու Աստծո հրաշքները, որոնք կատարվելու են այս օրերին։ Հրաշքների եւ նշանների օրը եկել է երկրի վրա։ Սուրբ Հոգու հայտնությունը գալու է նորից ծերերի եւ երիտասարդների վրա, որոնք պետք է վճարեն գինը, որպեսզի Աստված գործածի նրանց կատարելու դրամատիկ բաներ։ Նրանք պետք է հասկանան, որ իրենք չեն հեղինակ, այլ միայն հանդիսանում են մի գործիք, որոնց միջոցով Աստված առաջնորդում է մարդկանց գտնելու Հիսուսին։ 1947 թվականի նոյեմբերին նա մի ժողովում էր, որտեղ մի մարդ փորձում էր խանգարել ժողովները։ Ամեն ժողովին նա ստեղծում էր մեծ խնդիրներ։ Եղբայր Բրանհամը կանչեց նրան բեմ եւ խոսեց նրա հետ։ Ի զարմանալի ժողովրդին նա հնազանդվեց եղբայր Բրանհամին անելով այն, ինչ նա ասում էր։ Եղբայր Բրանհամը բնավորությամբ խոնարհ էր եւ շատ հանգիստ։ Աստծո պարգևը նրա վրա էր իջել առանց որևէ հանդիսավորության։
Այդ շատ հետաքրքիր բան է, որ պետք է շեշտենք այստեղ։ Աստծո պարգևները օծությունը չի տրվում գովազդվելով, պատճառը եղբայր Բրանամի հնազանդությունն էր առ Աստված։ Եթե ուզում եք հաջողակ լինել, ապա ուրացեք ձեր անձը, որպեսզի մարդիկ ոչ թե ձեզ, այլ Հիսուսին տեսնեն։ Երբ գործում եք Աստծո օծության ներքո, դուք պետք է համոզված լինեք, որ զերծ եք որևէ ցուցամոլությունից։ Արեք այն, ինչ Աստված է ասում անել։ Տվեք փառք Աստծուն, փախեք կուրք դառնալուց եւ մի եղեք այն, ինչ չեք։ Այս մեծ համաժողովներից հետո եղբայր Բրանհամը ուժասպառ արեց ինքն իրեն, որովհետև նա երկար ժամանակ էր տալիս աղոթելու յուրաքանչյուր անձի համար։ Նա ֆիզիկապես ուժասպառ էր եղել, եւ մինչ նա կհեռանար ասպարեզից, մի մարդ եկավ տեսնելու նրան։ Այդ մարդու անունը Գորդոն Լենզի էր։ Նա տեսավ եւ շատ ուրախացավ, որ Աստված գործում է։ Եղբայր Բրանհամը խնդրեց եղբայր Գորդոն Լենզին օգնելու իրեն իր ժողովների ժամանակ կազմակերպելու բժշկության ծառայությունները։ Այդպիսով եղբայր Գորդոն Լենզին սկսեց իր ծառայությունը եւ սկսեց նաեւ մի ամսագիր, որի միջոցով մարդկանց տեղեկացվում էր համաժողովներում տեղի ունեցող հրաշքների մասին։ 1948 թվականի ապրիլին եղբայր Բրանհամը անհետացավ։ Նա ասաց. Ես չգիտեմ, թե ես երբևէ կվերադառնամ ծառայությանս։ Նա ուժասպառ էր եղել եւ հյուծվել։ Եթե քարոզիչները սովորեն այս մեծ եւ կարեւոր դասը, նրանք չեն գնա այսպիսի ճանապարհով, կայացնելով սխալ որոշումներ, որոնց համար հետո պետք է ափսոսան։ Եթե ծառայողները ժամանակ ընտրեն եւ վայելեն իրենց ընտանիքը, հանգստացնելով իրենց մարմինները եւ միտքը, ապա նրանք չեն ավարտի անելով սխալ բաներ ու մեռնել հիվանդություններով։ Պետք է հասկանալ, որ դուք չեք կարող ուժասպառ անել ձեր մարմինը։ Անգամ եթե դուք ապրում եք հոգով, պետք է տեղյակ լինեք ձեր ֆիզիկական սահմանափակության մասին։ Երբ հոգնում եք, դուք պետք է հասկանաք, որ ձեզ հանգիստ է հարկավոր։ Եղբայր Բրանհամը այստեղ էլ ձախողվեց։ Գորդոն Լենզին չգիտեր, թե ինչ աներ։ Նա կցանկանար ներդնել իր գումարները, իր ժամանակ այդ ամսագրի համար։ Աստված այդ բարի գործակից դարձեց։ Այստեղ իմ սեղանիս ունեմ որոշ օրինակներ այդ ամսագրերից, որոնք Աստված հետագայում գործածեց բժշկության ավետարանիչների համար։ Եղբայր Բրանհամը առաջինն էր, որ առաջնորդեց, հետո ասպարեզ եկավ Օրալ Ռոբերտսը։ Երբ եղբայր Բրանհամը հեռացավ ասպարեզից, Օրալ Ռոբերտսը սկսեց իր ժողովրդի հետ աղոթել վրանային ժողովների եւ եղբայր Բրանհամի համար, որ Աստված վերականգնի իրեն, որովհետեւ նրանք անչափ զգացել են նրա կարիքը։ Գորդոն Լենզին սկսեց հրատարակել այս ամսագիրը։ Կարծում եմ, որ նրա բերված վկայությունները անցնում են 100-ից ավելին։ Այստեղ այս մեկը 1954 թվականի սեպտեմբերի վկայությունն է, որտեղ փոխնախագահ Նիքսոնը դիմել է Full Gospel բիզնեսմեններին, եւ մենք կարդում ենք այդ հաշվետվությունը։ Այստեղ ես ունեմ մեկ ուրիշը, 1949 թվականի ապրիլին նշված իրենց առաջին տոնակատարությունը, նվիրված Voice of Healing ամսագրի տարելիցին։ Որոշ ամիսներից հետո եղբայր Բրանհամը ետ վերադարձավ ասպարեզ եւ ամսագրում եղբայր Բրանհամը գովազդվեց։ Գորդոն Լենզին գրեց ամենալավագույն գիրքը նրա կյանքի մասին, որը կոչվում է Մարդը, որ ուղարկված է Աստծուց։ Ես ուզում եմ անդրադառնալ մի ժապավենի, որտեղ կտեսնեք եղբայր Բրանհամին օծության ներքո, որը օգնում է կառուցելու հավատ մարդկանց մեջ եւ հասկանալու, որ Հիսուս մինչեւ այսօր բժիշկ է եւ ուզում է օգնել մարդկանց։ Գիտեք, որ ես սպասում եմ ինչ որ բանի, դա ճշմարտություն է։ Դա Տիրոջ հրեշտակն է։ Դա ճիշտ է, որ ես կարիք ունեմ օգնականի, նրա անունը Սուրբ Հոգի է։ Հիմա Հիսուս Քրիստոսի անունով, Աստծո Որդու անունով, ես իմ իշխանության տակ եմ վերցնում ամեն մի մարդու Աստծո փառքի համար։ Քույրես, ես ուզում եմ խոսել ձեզ հետ մեկ րոպե։ Ձեր գիտակցությունը ասում է, որ ինչ որ բան է կատարվում։ Հիմա եթե դա ճիշտ է, թող մարդիկ իմանան ձեր ցախ ձեռքի շարժումով։ Հիմա ես օտար եմ ձեր համար։ Երբեք չեմ տեսել ձեզ իմ կյանքում։ Եվ հիմա Սուրբ Հոգին, որի մասին խոսում էի, Հիսուս Քրիստոս, որ երեք այսօր եւ հավիտյան նույնն է, կհայտնի ինձ ձեր մասին
որը կօգնի ձեզ հավատալու։ Ես չգիտեմ, թե ինչ կարիք ունեք դուք, բայց նա գիտե։ Հիմա, եթե Աստված թույլատրի այդ կընդունեք այդ բժշկությունը, կամ ինչ որ ցանկանում եք, միգուցե դա ընտանեկան խնդիր է, ինչ էլ դա լինի, նա կիմանա, նա կարող է հայտնել ինձ։ Դա ճիշտ է, այո, եւ սա նման կլինի այն բանին, երբ Հիսուս ջրհորի մոտ խոսում էր այդ կնոջ հետ։ Ես տեսնում եմ դուք շարժվում եք դեպի ինձ, ես տեսնում եմ մեծ վթար, ինչ որ մի պատահար, այո, այդ մեքենայի վթար է, եւ դուք օդ թռաք, այդ ազդեց ինչ որ ձևով ձեր պարանոցի վրա, եւ այն վերածվել է քաղցկեղի։ Ձեր տղան սկսել է ուսուցանել ձեզ Սուրբ գրքից, որ Հիսուս Քրիստոս բժշկում է ձեզ։ Հայր Աստված, քո որդու Հիսուս Քրիստոսի անունով, Աստծո խոսքի իշխանությամբ, ես ասում եմ, որ հեռանա այս չար բանը այս կնոջ մոտից։ Սատանա, դու պարտված ես, դուրս արի նրա միջից։ Հիսուսի անունով, ամեն։ Շնորհակալ եմ, քույրս, մեկ րոպե։ Ես ուզում եմ խոսել ձեզ հետ, որովհետև դուք գիտեք, որ այդ հեռացավ։ Տեսնում եք, հեռացել է։ Փառք Տերոջը, այդ ամենը հեռացավ նրանից։ Աստված օրհնի ձեզ։ Գնացեք, ուրախացեք եւ շնորհակալ եղեք։ Կներեք ինձ, պարոն։ Դուք հավատում եք Աստծուն ձեր ամբողջ սրտով։ Հիմա դուք ոգևորված եք նրա ներկայության մեջ կանգնելով այստեղ։ Ես հավատում եմ, որ դուք հեռու եք քաղաքից, դուք եկել եք Ռիչմոնդից, դուք քաղցկեղ ունեք, դա ձեր բերանում է։ Այս ճիշտ է։ Դուք ուզում եք տուն գնալ բժշկված։ Ընդունեք Հիսուսին որպես ձեր բժիշկը եւ Հիսուսի անունով թող այդ հեռանա այս մարդուց։ Գնացեք եւ հավատք ունեցեք։ Ես գիտեմ հիմա, դուք երիտասարդանում եք, ավելի երիտասարդ քան կաք։ Դուք տառապում եք գլխացավով։ Դա սկսել է 25 տարի առաջ։ Դուք ունեցել եք մեծ հավատք եւ աղոթել եք այս պահի համար։ Ձեր աղոթքում ասել եք Աստծուն, որ եթե դուք գաք այստեղ եւ ես աղոթեմ ձեր համար, գլխացավը կհեռանա։ Այս ամենը ճիշտ է, ամեն բան։ Այո, դա ճիշտ է։ Հիմա դուք լսեցիք, որ այս ամենը ինչ որ ասվեց, այդ ես չեմ։ Դա ընդամենը իմ ձայնն էր։ Ինչպես ասեցի, որ դուք երիտասարդանում եք, հիմա հավատում եք, որ դա Աստված արեց։ Դուք համոզված եք, որ Աստված այստեղ է։ Դուք համոզված եք։ Մեկ վայրկյան։ Ես մեկ ուրիշ բան եմ տեսնում։ Մի երիտասարդ կին, որ կանգնած է ձեր կողքին, դա ձեր աղջիկն է։ Այո, դուք պատրաստվում եք ճանապարհ գնալ։ Դուք ուզում եք գնալ եւ տեսնել նրան։ Նրա ամուսինը սպասավոր է։ Նա նամակ է գրել ձեզ, որ դուք չգնայիք իրենց մոտ, որովհետև ես այստեղ էի գալիս։ Սա ճիշտ է, դա ճիշտ է։ Դուք բժշկված եք, Աստված օրհնի ձեզ։ Միայն հավատացեք։ Միայն հավատացեք առ Աստված։ Հիսուս Քրիստոս նույնն է երեկ այսօր եւ հավիտյան։
Դուք կարող եք տեսնել, որ եղբայր Բրանհամը Աստծուց շնորհք ուներ անելու հրաշքներ եւ նշաններ եւ անգամ ասել մարդկանց սրտի գաղտնիքները, բայց եղբայր Բրանհամը այսուհանդերձ անգամ այն նկարը, որտեղ լույս կար իր գլխի շուրջը, որ նկարել էին Տեխասում եւ մինչեւ այսօր այն պահպանվում է Վաշինգտոնում, անգամ այսքան նշաններից եւ հրաշքներից հետո իր այդ մեծ խոնարհությունից հետո նա արեց որոշ սխալ քայլեր։ Այդ ամենը սկսվեց 1955 թվականի դեկտեմբերին, երբ եղբայր Բրանհամը արձանագրել էր մի տեսիլք, որը բերեց մոլորություն իր կյանքին եւ ծառայությանը։ Նա բերում էր մի քանի մանրամասնություններ եւ որոշ բաներ խուսափում ներկայացնել։ Անգամ 50-ական թվականներին եղբայր Բրանհամի հետևորդները սկսեցին նկատել իր ծառայության շեղվածությունը։ 1956 թվականին մեծ ցնցում եղավ։ Եղբայր Բրանհամը փողասեր չէր, բայց նրա աշխատողներից ոմանք փողասեր էին։ Ինչպես տեսնում ենք այստեղ ներկայացվածից, եղբայր Բրանհամը ստանում էր ընդամենը $7,000, իսկ նրա գործարար մարդիկ $80,000։ Նա իրեն լավ էր զգում։ Նա նյութապաշտ չէր, ինչպես իր ծառայողները։ Սակայն եղբայր Բրանհամը 1957 թվականին իր ականջները տվեց աստվածացմանը։ Մի մարդ կար, որ եկավ իր մոտ եւ ասաց. եղբայր Բրանհամ, ես մի երազ եմ տեսել, որտեղ դուք սպիտակ սկավառակի վրա եք եւ ոչ ոք չէր կարող այդտեղ մտնել։ Եղբայր Բրանհամը ընդունեց այդ որպես մի հոգևոր նշան։ Աստծո մարդը կարող է հոգևոր դիմակ տալ ամեն բանի, որով հպարտությունը եւ մոլորությունը կարող է թափանցել իր սիրտը, ինչպես այդ տեղի ունեցավ եղբայր Բրանհամի հետ։ Ես հարգում եմ նրան եւ սովորում իրենից։ Սիրում եմ լսել այն, ինչ ինքն ասում է, եւ պետք է պատշաճ հարգանք ցույց տամ ձեզ, ովքեր լսում են ինձ այս սեսիայում։ Կան սխալներ։ Գիտեմ, կան մարդիկ այսօր, ովքեր մտածում են, որ նա Աստված էր ծնված կույսից եւ նաեւ հարություն կառնի մեռանների։ Նա մահացավ 1965 թվականի դեկտեմբերին ավտովթարից եւ հարություն չառավ։ Որոշ իր հետևորդներից հետևում էին իրեն եւ ոչ թե Աստծուն։ Մինչեւ այսօր էլ կան իրեն այդպիսի տարօրինակ հետևորդներ։ Մինչդեռ նա Աստծո մարդ էր եւ արել է որոշ սխալներ։ Սա տխուր է, որ որոշ մարդիկ մինչեւ այսօր շարունակում են լսել եւ հետևել իրեն նման այն բանի, որ ինքն է Ավետարանի սուրբ խոսքը։ Նա չէ սուրբ խոսքը։ Նա ասում էր որոշ լավ բաներ, մենք կարող ենք սովորել իրենից, բայց պետք է հասնել մի վիճակի, որտեղ լավով կարելի է տեսնել վատը եւ զատել մեզ դրանից։ Ինչ են մեծ մարդիկ անկում ապրում։ Առաջին, նա փորձում էր ուսուցիչ լինել եւ ոչ թե մնալ իր մարգարե կոչման մեջ, շարունակելով իր հրաշքները։ Երկրորդ, նա լսեց ուղղակի իրեն աստվածացնողներին, հավատալով իր անձնական թղթակցությանը։ Երրորդ, չէր ընդունում որևէ խորհուրդ։ Գորդոն Լենզին փորձեց օգնել նրան եւ ասել է. «Մեկ վայրկյան, ինչ որ սխալ բան է կատարվում։ Կարևոր չէ թե որքան բարձր ես դու, սովորի լսել Աստծո ձայնը, նաեւ այն մարդկանցից, որոնց Աստված ուղարկում է քեզ մոտ։ Ինչ կարող ենք սովորել իրենից»։ Նա անձ էր, որ շարժվում էր պարգևներով եւ Աստծո զորությամբ, առանց որևէ ցուցամոլության։ Նա շատ խոնարհ մարդ էր։ Այսպիսով, եթե Աստված տվել է քեզ շնորհք եւ ասել է քեզ գործիր այսպես, ապա եղիր ուժեղ եւ հնազանդ, սակայն համոզված եղիր, որ քայլում ես Աստծո հետ, եւ մի հայտնվիր հպարտության եւ գեր հոգեվորության մեջ։ Մի թող որ մարդիկ բարձրացնեն եւ դարձնեն քեզ որպես կուրկ, այլապես Աստված կհեռացնի քեզ, որովհետեւ միայն ինքն է գային եւ նա է Աստված։ Ծառայիր իրեն եւ նա կօրհնի քեզ քո կյանքում եւ ծառայությանդ մեջ դու կհաջողես։ Amen. We believe that this series of lectures on the Healing Evangelist has helped you to grow in your life and ministry. If you'd like more information on the lives of these men and women of God, just write Roberts Lairdon Ministries, P.O. Box 23238, Minneapolis, Minnesota 55423, or call 612 Ռոբերտ Լայրդենի ծառայությունը ներկայացնում է բժշկության ավետարանիչները։ Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց եւ կանանց կյանքը, ովքեր ներգրավվել են բժշկության ծառայության մեջ։ Թող նա վազի ծեր մարգարեի նման, Տեր, թող նա վազի Եղիայի նման Հիսուսի անունով։ Տեր, թող նա քայլի։ Նախքան համբարձվելը Հիսուս իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես եւ դուք ոչ մի դեպքում երբեք չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք,
ապա պարտություն չպետք է ունենաք եւ ոչ մի միավոր։ The book of Matthew. Մատթեոսի գիրքն ասում է. Ահա ես ձեզ ղրկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք եւ աղավնիների պես միամիտ, եւ երբ կգնաք քարոզեցեք եւ ասացեք թե երկնքի արքայությունը մոտեցել է, բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին եւ դևեր հանեցեք, ձրի ստացել եք, ձրիել տվեք։ We pray and believe. Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուրը Ռոբերտ Լարդենը։ Բարով եք եկել մեր ուսուցմանը։ Այսօր մենք խոսելու ենք վերջին ժամանակներում մեծ բժշկության ավետարանիչներից մեկի մասին։ Նրա անունն է Կատրին Կուլման, կին, որը հավատում էր հրաշքներին։ Նա իմ տեսած քարոզիչներից ամենասիրելին եւ լավագույնն է։ Լավագույնը լինելու միակ պատճառն այն է, որ ինձ վիճակվեց 3 անգամ տեսնել նրան Թուլսա քաղաքում։ Հիշում եմ, երբ ես Թուլսայում էի առաջին անգամ, նա եկավ Թուլսա։ Դահլիճի լեփլեցունությունից լսում էինք միայն նրա ձայնը, այն էլ երկրորդ հարկից։ Հազարավոր մարդիկ 4-5 ժամ նստած լսում էին այս կնոջը, որը խոսում էր Տիրոջ մասին։ Իսկ հետո հանկարծ զորություն իջավ։ Սկսվեցին հրաշքները առանց ձեռք դնելու, Աստված էր հպվում բոլորին։ Երկրորդ անգամ ես տեսա նրան, երբ Մեյբի կենտրոնի Օրալ Ռոբերտսի համալսարանում էր։ Այս անգամ ինձ բախտ վիճակվեց լինել դահլիճում։ Հիշում եմ, երբ նա դուրս եկավ բեմ, բոլորը ոգևորված ծափահարում էին։ Նրանք ուրախ էին տեսնելու տիկին Կուլմանին։ Նա խոսում էր, իսկ Ջիմի Մակդոնալդը երգում։ Նրա պատգամի ընթացքում կրկին անգամ Աստծո զորությունը իջավ այդ վայրը։ Սկսվեց հրաշքներ կատարվել։ Առաջին անգամ տեսա, թե ինչպես հաշմանդամները դուրս եկան իրանց շարժասալյակներից, ինչպես դուք ոտքի կկանգնեք ձեր աթոռներից։ Մի կույր կին կար մեր կողքին նստած։ Հանկարծ տիկին Կուլմանն ասաց. «Կա մի կույր անձնավորություն, որը բժշկվում է»։ Հանկարծ այս կինը, որը մեր կողքին էր, սկսեց ճչալ։ Նա սկսեց տեսնել, Աստված բժշկեց նրան։ Այս ուսուցման ընթացքում կդիտենք հատվածներ որոշ տեսաժապավեններից։ Ցանկանում ենք ցուցադրել այս տեսագրություններից մեկը։ Կատրինի աղոթքը, երբ նա Երուսաղեմում անցկացնում էր ժողովը։ Այս տեսագրությունները մեզ է տրամադրել մի հավատացյալ անձնավորություն։ So right now I want to go to the Full Gospel Business and World Convention as she prays and opens up her meeting. Այժմ ես աղոթում եմ, որ ոչ ոք չտեսնի Կատրին Կուլմանին։ Ոչ կին, ոչ տղամարդ, ոչ երեխա, երկրպագության այս վայրում չտեսնի քո ծառային։ Շարժվիր այս մարդկանց վրայով։ Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ունենա կատարյալ ազատություն այս վայրում։ Oh, for 1,000 tongues. Թող Սուրբ Հոգին իջնի այս մարդկանց վրա եւ տա հոգեվոր մեծ հայտնություն։ Որովհետեւ մենք սպասում ենք քո ներկայությանը։ Թույլ տվեք մեկ րոպե ստուգել ձայնը, մինչ Ջիմինկի երգի, որովհետև ցանկանում եմ, որ ընկալեք յուրաքանչյուր բան։ Դահլիճում քանիսը չեք լսում, ասեք ամեն։ Ինչպես իմացաք, թե ես ինչ ասացի, եթե չեք լսում։ Let me see again. Թույլ տվեք նորից լսել։
now they're scared to death to say anything, you know. Come on, if there is just one section up there. Կարող եք լսել այդտեղ վերևում։ Can you hear now? Կարող եք լսել հիմա։ One person has Օ, վերևում մեկը լավ լսողություն ունի։ I'll have to pray for the rest. Ինձ համար միևնույն է, լսում եք ինձ, թե ոչ։ Well, I'll tell you, I don't care whether they hear me or not. Just Կարևորը այն է, որ զգաք Սուրբ Հոգուն։ like that. That's the most important thing. Well, and you knew Jimmy McDonald. Ջիմի Մակդոնալդը վաղուց այստեղ պետք է լիներ։ You knew. Ասեմ ձեզ, որ Ջիմին դեռ չեմ տեսել։ And I'll tell you confidentially. Ես միշտ ասել եմ Ջիմին, Ջիմի, I have եթե ես սրտի հիվանդություն ստանամ, ապա պատճառը դու կլինես, որովհետև դու միշտ հասնում ես վերջին ինքնաթիռով։ always come on the last plane. Or you, Jimmy. Ասեմ ձեզ մի իրողություն, որ հափշտակության ժամանակ էլ նա վերջինը կլինի։ When we had the rapture. Նա ունի ինչ-որ տարօրինակություն։ There's something about Jimmy. He always. Նա միշտ հազիվ է հասնում վերջին ինքնաթիռին եւ երբեք չի մտահոգվում իր երկին գնալու համար։ He may be. Կարող է մի փոքր ուշանալ, բայց ետ չմնալ։ And here he is. Եվ ահա նա Jimmy. Ջիմի Մակդոնալդը։ Where are you, Jimmy? Որտեղ ես դու, Ջիմի։ Come on, Jimmy. Come on. Արի այստեղ, Ջիմի։ Օ, դու գնում ես այդ կողմը։ Եկեք ծափահարենք նրան։ Խաղաղությունը գետի նման ուղեկցում էր ինձ։ Catherine Ինչպես դուք տեսաք, Կատրին Կուլմանը Աստծո ներկայությամբ եւ զորությամբ լցված կին էր։ She was born Նա ծնվել է 1907 թվականի մայիսի 9-ին, Միսսուրիում։ Այդ ժամանակաշրջանում նրա հայրը քաղաքագլուխ էր։ 1921 թվականի աշնանը նա փոփոխության փորձառություն ունեցավ մեթոդիստ եկեղեցում։ Մինչ նա նստած էր եկեղեցու ետևում, Աստծո ներկայությունը իջավ նրա վրա։ Նա սկսեց լաց լինել, նա այդ անվանում էր փոփոխության փորձառություն։ Այդ ժամանակ նա փնտրում էր Աստծուն եւ Աստծո ներկայությունը իջավ նրա վրա։ Հիսուս հպվեց նրան եւ դարձավ նրա կյանքի տերը։ 1928 թվին սկսվեց նրա ծառայությունը։ Նա սկսեց ծառայել Այդահո եւ Այովա փոքր գյուղաքաղաքներում։ Նա պետք է գնար եւ քարոզեր նրանց։ Մի անգամ նա ասաց. «Ես յուրաքանչյուրին օգնեցի վերստին ծնվել, եւ եթե որևէ մեկը համոզում չուներ իր վերստին ծնվելուն, ապա ես նորից էի աղոթում»։ Նա անում էր այս ամենը իր մեծ եռանդի շնորհիվ։ 1934 թվականի դեկտեմբերի 30-ին նրա հայրը վախճանվեց ավտովթարից, երբեք չլսելով նրա քարոզները։ Մինչ որ մահը նա փորձեց տեսնել նրան, բայց չհաջողվեց։ Նրա մայրը կարգապահ էր, իսկ հայրը սիրալի իր անձնավորություն։ Նա ուներ հրաշալի փոխհարաբերություն հոր հետ, որն էր պատճառը նույնպիսի փոխհարաբերության երկնային հոր հետ։ 1935 թվականի մայիսի 30-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում Կատրինը բացեց 2000 նստատեղով դահլիճ, որը կոչվեց Արտոթյան աղոթատուն։ 1935 թվին նա սկսեց իր ռադիոհաղորդումները։ Կատրին Կուլմանի ծառայությունը հիմնականում աճում էր հեռուստատեսության ու ռադիոյի միջոցով։ Այդ տարում ավելի ուշ եթեր արձակվեց «Ես հավատում եմ» հրաշքներին հաղորդաշարը։ Նա ուներ նաև ռադիոծրագիր, որը եթեր էր արձակվում ամեն օր 30 րոպե տևողությամբ։ Կատրինը հաղորդումը սկսում էր հետևյալ խոսքերով. «Ես գիտեմ, որ դուք սպասում եք ինձ»։ Նա զրուցում եւ կիսում էր ասելով, թե Աստված ինչ էր արել իր համար։ 1937 թվականի գարնանը նա ծանոթացավ մի տղամարդու հետ, որն ավելի ուշ դարձավ իր ամուսինը։ Ամենամեծ սխալը, որը կարող եք գտնել Կատրին Կուլմանի կյանքում, դա եղել է բաժանումը։ Հոկտեմբերն էր, երբ այս բաները կատարվեցին, իսկ ավելի ուշ այս բաժանումը դարձավ վճռական եւ նա տեղափոխվեց Փիթսբուրգ։ Միակ բանը, որ ես կարող եմ համարել մոլորություն կամ սխալ տիկին Կուլմանի կյանքում, դա ամուսնությունն ու բաժանումն էր։
Եկեղեցում ասում էին, որ այդ ամուսնությունը աստվածանից չէ։ Միևնույն ժամանակ կարող ենք հասկանալ, որ շատ ամուսնությունների պատճառը միայնությունն է։ Մարդիկ կարիք ունեն սովորելու Հիսուսին տեսնել ամեն բանի մեջ, եւ երբ Հիսուս ապահովի ճիշտ կողակից իրենց համար, ապա ամեն բան կատարյալ կընթանա եւ իրենց ամուսնությունը, երեխաները եւ տունը երջանիկ կլինեն, եթե նրանք գտնեն ճիշտ անձնավորության։ 1943-ին նա գնաց Փիթսբուրգ, Պենսիլվանիա, անցկացնելու ժողով։ Նա այնտեղ մնաց 6 շաբաթ, այնուհետև վերադառնալով Կալիֆոռնիա, բնակություն հաստատեց Լոս Անջելեսում։ 1944 թվականին նա անցավ իր հիմնական հոգևոր փորձառությունը, որն անվանեց «Մեռնել անձով», որի կարիքն այսօր շատերն ունեն։ Հրաշալի է, որ մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսով եւ մենք հարություն ենք արել, բայց միևնույն ժամանակ կա անձի եւ կամքի մահացման պայքար, սեփական կամքը դարձնելու Աստծո կամք։ Շատ անգամներ Կատրին Կուլմանը անցնում էր դրա միջով, ասելով. «Ես մեռնում եմ հազարավոր մահերով»։ Ես գիտեմ այնտեղը, որտեղ Կատրին Կուլմանը մահացավ։ Այժմ վերադառնանք ավետարանական համաշխարհային ժողովին, որտեղ էլ դուք կլսեք եւ կտեսնեք Տիկին Կուլմանին խոսելուց եւ կիսվելուց, ինչպես նա բազմիցս անում էր ազգերի համար։ Յուրաքանչյուր մարդ խոսում է իր ապրած ժամանակի մասին։ Ամենուրեք ապագայի անորոշությունը մարդկանց շուրթերին է։ Ինձ համար միևնույն է, թե դուք որտեղից եք եկել, արևմտյան թե արևելյան Ասիայից, ինձ համար հոգ չէ, թե որ երկրամասից եք։ Ինձ համար միևնույն է քաղաքագետ եք, բիզնեսմեն, թե փողոցային։ Ինձ համար միևնույն է, թե ով է այդ անձը եւ ինչ է մտածում։ Կա պատասխան իրենց ապագայի համար։ Եթե դուք իսկապես ցանկանում եք իմանալ ապագան, ապա իմ ընկեր, ետ դարձիր Աստծո խոսքին։ Այդ ամենը Աստծո խոսքի մեջ է։ Մենք այն վիճակում ենք, որ աշխարհը կանգնած է ամենասարսափելի տանջանքի եզրին։ Աստվածաշունչը խոսում է այնպիսի ցավերի մասին, որ երբևէ ոչ մի սերունդ չի տեսել եւ չի կրել, դրանք կկատարվեն շատ արագ։ Ազգերը նման են շախմատի խաղատախտակի վրա դասավորված ֆիգուրների։ Սա Աստծո նկարագրած այն ժամն է, երբ ազգը կուլ է տալիս խայծը։ There's no greater, really great world ruler on the scene. But if you want to know how Եթե դուք ցանկանում եք իմանալ, թե ինչպես են ազգերը պատրաստվում վերջին ճակատագրական պատերազմին, ապա կարդացեք Հայտնության գրքի 8-րդ գլուխը։ Ամեն բան այնտեղ է, եւ դա գաղտնիք չէ։ Սկսեք կարդալ Աստվածաշունչը։ Այն այնտեղ է։ Այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բաները չկատարվեն։ Ես գուշակ չեմ եւ ոչ էլ մարգարե, բայց ես հավատում եմ Աստծո խոսքին եւ հիմնում եմ իմ կյանքը դրա վրա։ Միակ ուժը, որ այսօր թողնված է աշխարհում բարության համար, դա Սուրբ Հոգու ուժն է։ Ես չեմ ցանկանում այստեղ լինել Սուրբ Հոգու վերցվելուց հետո նույնիսկ 5 րոպե։ Եղբայրներ իմ, ես ասում եմ, որ ես չեմ ցանկանում այստեղ լինել Սուրբ Հոգու վերցվելուց հետո նույնիսկ 5 րոպե։ Դժոխքի ամբողջ ուժերը ազատ կարձակվեն։ Ես մտածում եմ, թե ինչի կնմանվի երկիրը, երբ Սուրբ Հոգին վերցվի, երբ Հիսուս Քրիստոս մարմինով երկիր եկավ, ամեն բան հիմնեց այս զորության վրա, երրորդության երրորդ անձի վրա։ Հիսուս գիտեր, որ պետք է կանգնի փորձություններին երես առ երես։
face with temptation. Նա գիտեր, որ ժամանակ կգա, երբ ինքը դեմ առ դեմ կկանգնի սատանայի առջև։ Եվ մինչ իր համբարձվելը, նա ապահովեց, որ դուք եւ ես չպարտվենք ոչ մի միավոր։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք, դուք պարտություն չպետք է ունենաք եւ ոչ մի միավոր։ Այս դահլիճում եղող Հիսուս Քրիստոսի ժառանգակիցներ, heirs of God and joint heirs with Christ Jesus. In this great auditorium, greater ավելի մեծ է նա, within us. որ մեզանում է, He that is in քան թե նա, որ աշխարհում է։ Արդյոք գիտեք, թե սա ինչ է նշանակում։ Do you know Արդյոք գիտեք Սուրբ Հոգու հրաշալի ընկերակցության մասին։ do you really Արդյոք գիտեք, թե սա ինչ է նշանակում։ to say of being filled? Մեծ երջանկություն է Սուրբ Հոգով լեցված լինելը։ We're in a great Այսօր մենք գտնվում ենք խարիզմատիկ համաշխարհային մեջ ժողովում։ you'll have Դուք երջանիկ պահեր ապրելու հնարավորություն ունեք։ Ես հավատում եմ, որ ձեր կյանքում ավելի մեծ հուզումնալից փորձառություն կլինի, քան դուք ունեցել եք Սուրբ Հոգով մկրտվելու ժամանակ։ Սա հրաշալի է։ but my friend, Իմ բարեկամներ, do you know արդյոք դուք տեղյակ եք ձեր կամքը Աստծուն զիջելու։ of having yielded your will to the will of the Father? Not Ոչ թե որոշ մասը ձեզ եւ որոշ Աստծուն, none. այլ ձեզ ոչինչ եւ ամեն բան Աստծուն։ I feel Ես զգում եմ Սուրբ Հոգու փառավոր օծությունը, այն նախատեսությունը, որ նա պատրաստել է իր որդիների համար։ Երբ դուք ընտրում եք ամենահասարակը, նա չի ուզում ոսկյա կամ արծաթի անոթներ, նա ուզում է զիջող անոթներ։ Եվ նա կընտրի ամենահասարակ անձին։ I don't care. Ինձ համար միևնույն է, թե ով կլինի այդ անձը։ He'll give you a will. Նա ձեզ մարդկային իմաստությունից վեր իմաստություն կտա։ Man's understanding. He'll give you Նա ձեզ կտա համարձակություն։ he'll Նա ձեզ կտա զորություն։ Ինքնուրույն հակառակ կանգնելու arrange դժոխքի ողջ ուժերին։ of hell. And you see, Եվ դուք կկանգնեք այդտեղ զորացած ու կզգաք ձեզ ինչպես հսկա, ոչ թե ձեր զորությամբ, այլ ձեր վրա անտեսանելի զորություն կլինի։ on unseen resources. I haven't Ես ձեզ հետ խոսում եմ ոչ թե երևակայական, I've been այլ ամենաիրական բաների մասին, որը կարող է պատահել ամեն անհատի հետ։ you wonder Այժմ ձեր մեջ հարց կառաջանա, among the թե ինչ է տեղի ունենում կաթոլիկների, բողոքականների, անհավատների եւ ընդհանրապես ազգերի մեջ։ they're coming out from every nation. Something is happening. Ինչ որ բան է կատարվում։ Happening. I pray that before Ես աղոթում եմ, որ մինչ ժողովի ավարտը you come to the դուք հայտնություն առնեք, that something ինչ որ բան է կատարվում, something glorious ինչ որ փառավոր բան է կատարվում, will not be able to stop. որ դժոխքի ուժերը չեն կարող կանգնեցնել այդ։ Իմ հոգս չէ, թե քո անհավատությունը ինչպիսին է,
Հոգս չէ, թե քո աստվածաբանությունը ինչպիսին է։ Ես ցանկանում եմ շարունակել ասածս, որ դժոխային ողջ ուժերը չեն կարող կանգնեցնել Սուրբ Հոգու հեղումը։ Կատրին Կուլմանը մեծ հոգևոր կին էր։ Նա հրաշքների եւ բժշկության մեծ ավետարանիչ էր։ 1947 թվականի ապրիլի 27-ին սկսվեց նրա բժշկության ծառայությունը։ Գիտեք, Տիկին Կուլմանը չէր մեծացել կրոնավոր կամ հոգևոր շրջանակներում։ Նա սկսեց հետևել Տիրոջ իր սրտով։ Նա սկսեց քարոզել այն, ինչ գիտեր։ Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգու մասին քարոզությունը դարձավ նրա բժշկության ծառայության մի մասը։ Մինչ նա քարոզում էր, մի կին վեր կացավ եւ վկայեց, որ իր ուռուցքան հայտացավ։ Այդպես սկսվեց Կատրին Կուլմանի բժշկության ծառայությունը։ Տիկին Կուլմանի ծառայությունը լեցված էր Սուրբ Հոգու ներկայությամբ։ Մենք պետք է ունենանք այդպիսի ծառայություններ, որ քայլեն հոգով եւ Աստծո զորությամբ։ Հրաշքներ են կատարվում ամենատարօրինակ վայրերում՝ օդանավակայաններում, հյուրանոցի սենյակներում, միջանցքներում, վերելակներում եւ որտեղ էլ նա լինում էր, Աստծո զորությունը եւ փառքը այնքան զորավոր էր, որ մարդիկ բժշկվում էին։ Ես հիշում եմ մի պատմություն իր մասին, որ երբ պետք է գար եւ խոսեր համաշխարհային ժողովում, նա կանանց համար նախաճաշ պատրաստեց։ Դա Ֆլորիդայում էր։ Այդտեղ շատ մատուցողներ Կուբայից էին։ Նա ոտքի կանգնեց խոսելու եւ հանկարծ Աստծո զորությունը իջավ։ Կանանցից մի քանիսը վայր ընկան զորության ներքո։ Դրանից հետո սկսեցին վայր ընկնել մատուցողները։ Իսկ կից սենյակում եղողները, փորձելով վեր բարձրացնել վայր ընկած մատուցողներին, իրենք էլ վայր ընկան։ Այդ օրը նրանցից շատերը վերստին ծնվեցին։ Աստծո զորությունը եւ փառքը ունենալու համար մենք բոլորս ենք ջանում։ Մենք պետք է լինենք Աստծո փառքը եւ ներկայությունը փնտրողներ։ Ամեն անգամ դիտելով Կատրին Կուլմանի տեսաշապավենը, ինչ որ բան է տեղի ունենում իմ ներսում, ես ծարավ եմ զգում Աստծո փառքի եւ ներկայության։ Ահա թե ինչի կարիք ունի աշխարհը Աստծո զորությունը եւ ներկայությունը կրող մարդկանց։ Յուրաքանչյուր սպասավոր, յուրաքանչյուր անձ պետք է ունենա Աստծո փառքը իր վրա։ Տիկին Կուլմանի զգայունակությունը Սուրբ Հոգու նկատմամբ աճում էր, որը պատճառ եղավ ժողովներում կատարվող հրաշքների։ Թույլ տվեք ներկայացնել մի քանի դրվագ նրա կյանքից եւ ծառայությունից ու նշել նրա հայտնի առանձնահատկություններից մի քանիսը։ Հաջորդ ուսուցման ժամանակ ավելի խորը կքննարկենք նրա կյանքը ու ծառայությունը եւ մի քանի իրական դեպքեր։ Ավարտելով Կատրին Կուլմանի կյանքին նվիրված ժողովի առաջին մասը, ցանկանում եմ, որ դուք էլ ձեր կյանքի ծառայության ընթացքում հետևեք, քննեք եւ զարգացնեք Սուրբ Հոգու նկատմամբ ձեր զգայունակությունը։ Նա միշտ լավագույնը տալիս էր Աստծուն, որպեսզի ունենաք Աստծո լավագույնը, դուք պետք է ամբողջությամբ տրվեք Աստծուն։ Մարդկանց մեծ մասը Աստծուն է տալիս իր կարողության ու սրտի կեսը։ Աստված ցանկանում է ամբողջը, ոչ թե մի մասը, այլ ամբողջը։ Նա ցանկանում է ձեր հոգին, շունչը, մարմինը եւ կարողությունը։ Նա ցանկանում է ձեր կամքը, ցանկությունը, ամեն բան։ Աստծուն տվեք ամեն ինչ եւ նա կտա ձեզ իր կարողությունն ու զորությունը։ Նա կտա իր լավագույնը ձեզ։ Եթե դուք սովորեք այդ գաղտնիքը ձեր հավատքի կյանքի առաջին օրերին, դուք կտեսնեք Աստծո կարողությունը եւ զորությունը ձեր կյանքում, որը պատկանում է յուրաքանչյուր հավատացյալի եւ մասնավորապես սպասավորի։ Ձեր ամբողջ կյանքը տվեք Աստծուն, ինչպես Կատրին Կուլմանը։ Եթե այդ անեք, կունենաք նույնպիսի կարողություն ձեր կոչման մեջ եւ ապագայում։ Նա շատ էր խոսում խաչը վերցնելու եւ Հիսուսին հետևելու մասին։ Catherine Kuhlman talked a lot about taking up your cross and following him. Յուրաքանչյուր ոք խաչ ունի կրելու։ Եթե չգիտեք, որ խաչ ունեք կրելու, ապա չեք կարող հետևել Հիսուսին եւ լինել նրա աշակերտը։ Ձեր խաչի վրա պետք է խաչեք ձեր ցանկությունները։ Տիկին Կուլմանը ասում էր, որ եթե ինքը քարոզիչ չլիներ, ապա անկասկած բժիշկ կամ իրավաբան կդառնար։ Նա թողեց այս ցանկությունները, որպեսզի իր կյանքը նվիրի հրաշքների ծառայությանը։ Նրան հալածում եւ ծաղրում էին հեռուստատեսությամբ, բայց նա շարունակում էր քարոզել Հիսուսի մասին։
she kept bringing forth Jesus. She wanted Jesus. Նա ցանկանում էր ներկայացնել Հիսուսին։ Մեծ հրաշքներ էին կատարվում։ Ես լսում էի պատմություններ, որ Աստծո ներկայությունը դառնում էր այնքան զորավոր, որ նույնիսկ վատ հոդված գրեց ցանկացող կասկածամիտները եւ մեղավորները գալով Կատրինի մոտ հպվում էին Աստծո զորությանն ու կարողությանը։ Ես գիտեմ նաեւ, որ ոմանք գալիս էին հավատքի բժշկության շուրջը վիճելու, որովհետեւ Կատրինը կոչվում էր հավատքի բժիշկ։ Նրան միայն դրանով էին ճանաչում։ Նրանք գալիս էին փորձելու նրան, տեսնելու դա իրականություն է արդյոք։ Կատրինը թղթակիցներին տեղավորում էր շարժասայլակավորների մոտ եւ հայտարարում, որ ինքը այստեղ ոչինչ չունի անելու։ Բժշկողը Աստված է։ Այսպիսով, երբ Աստված հպվում էր անդամալուծներին, նրանք բժշկվում էին։ Դա տեղի էր ունենում կասկածամիտների սեփական աչքերի առջև։ Շատ թղթակիցներ եւ կասկածամիտներ հեռացան այդ ժողովից, ճանաչելով Սուրբ Հոգուզորությունը, հասկանալով Հիսուս Քրիստոսի կարողության իրականությունը։ Գիտեք, մենք նորից պետք է վերադառնանք այնտեղ։ Մեզանից շատերը հրաշքների ժողովներ անելու ընդունակություն ունենք։ Մենք սպասում ենք ասելով, որ կգա մի օր, երբ դա իրականություն կդառնա, եւ այդ մեկ օրը կդառնա շարունակականի սկիզբը։ Կատրինի ծառայության կյանքի ընթացքում նրան կոչում էին հրաշքին։ She was called the miracle lady. Այսպիսի մարդիկ պետք է հաջորդեն իրար։ Հրաշքի մարդիկ միշտ ծաղրի են ենթարկվել, չնայած նրանք արժեքավոր են եւ նրանց կարիքը կա այսօր։ Սերունդը կարիք ունի Հիսուսի իրականությունը։ Կլինեն մարդիկ, որ չեն հավատա, որ Հիսուս աշխարհի փրկիչն է, մինչեւ հրաշքներ չտեսնեն։ Եվ Աստված ցանկանում է հրաշքներ անել ձեր քարոզների միջոցով, ձեր ժողովներում, որտեղ էլ լինեք։ Դուք պետք է լինեք Աստծո հրաշագործությունը կրողներ։ Կատրին Կուլմանը թույլ էր տալիս, որ Հիսուս լիներ իր պաշտպանը։ Նա երբեք չէր ցանկանում պաշտպանել ինքն իրեն։ Մենք պետք է հետևենք նույն օրինակին։ Մի պաշտպանիր այն, ինչ Աստված է պաշտպանում, եւ շարունակիր գործել։ Քանի որ մենք ավարտում ենք առաջին ուսուցումը Կատրին Կուլմանի մասին, ես ցանկանում եմ, որ սկսեք փնտրել եւ ձեր սրտում հայտնաբերեք քաղց Աստծո նկատմամբ ու շարունակեք ընդլայնել ձեր կոչումը։ Աստծո փառքը եւ զորությունը կարող է պատկանել ձեզ, լինել ձերը, եթե դուք վերցնեք ձեր խաչը եւ հետևեք Հիսուսին։ We believe that this series Վերջ առաջին մասի։ Evangelist has helped you to grow in your life and ministry. If you'd like more information on the lives of these men and women of God, just write Roberts Lairdin Ministries, P.O. Box 23238, Minneapolis, Minnesota 55423, or call 612-927-4455. Roberts Lairdin Ministries. Ռոբերտ Լայրդը ծառայությունը ներկայացնում է Lectures on the healing բժշկության ավետարանիչները, երկրորդ մաս։ In this study, we will Այս ուսուցման ժամանակ մենք կուսումնասիրենք այն զորավոր տղամարդկանց եւ կանանց կյանքը, ովքեր ներգրավվել են բժշկության ծառայության մեջ։ In thy name I strike you, take this old tumor out of his body. Թող նվազի ձեր մարգարեի նման, Տեր, թող նվազի Եղիայի նման, Հիսուսի անունով, Տեր, թող նա քայլի։ Նախքան համբարձվելը Հիսուս իր վերջին գործով լիարժեք ապահովեց, որ ես եւ դուք ոչ մի դեպքում չպարտվենք։ Եթե դուք հավատացյալների այս մեծ մարմնի մի մասնիկն եք, ապա պարտություն չպետք է ունենաք եւ ոչ մի միավոր։
The book of Matthew Մատթեոսի գիրքն ասում է. Ահա ես ձեզ ղրկում եմ ինչպես ոչխարներ գայլերի մեջ, ուստի օձերի պես խորագետ եղեք եւ աղավնիների պես միամիտ։ Եվ երբ կգնաք, քարոզեցեք եւ ասացեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Բժշկեցեք հիվանդներին, մաքրեցեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին եւ դևեր հանեցեք։ Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք։ Մենք աղոթում եւ հավատում ենք, որ այս ուսուցումների շնորհիվ դուք կաճեք ձեր կյանքում եւ ծառայության մեջ։ Եվ ահա ձեր հյուր Ռոբերտ Լայրդենը։ Բարով եք եկել մեր ուսուցմանը։ Սա մեր երկրորդ ուսուցումն է Կատրին Կոլմանի մասին։ Մի կին, որը հավատում էր հրաշքներին։ Առաջին ուսուցման ընթացքում մենք կարողացանք տեսնել նրա ժողովներից մեկը Կալիֆոռնիայում։ Մենք այս ուսուցման ժամանակ հնարավորություն կունենանք տեսնելու Երուսաղեմում տեղի ունեցած իր հրաշք ժողովներից մեկը։ Ֆիլմում դուք կտեսնեք նաև նրա արտաքին փոփոխությունը, որից մեկ ամիս հետո նա հեռացավ այս աշխարհից։ Նա ցանկանում էր, որ ամեն ինչ գերազանց լինի։ Ժողովները պետք է ճիշտ կազմակերպված լինեին։ Մի անգամ նա օգնականներից մեկին թույլ չտվեց մասնակցել ծառայությանը, քանի որ նրա անդրավարտիքը արդուկված չէր։ Միգուցե սա տարօրինակ հնչի, բայց խոսում է Կատրին Կոլմանի բնավորության մասին։ Հրաշք ժողովները պետք է կատարյալ բնույթ կրեին։ Նա գիտեր, թե ինչպես մթնոլորտ ստեղծեր, որ իր ամենամտերիմ ընկեր Սուրբ Հոգին լիակատար ազատություն զգար ժողովին ներկա լինելու, խոսելու, բժշկելու եւ անելու իր ցանկացածը։ Կատրինը կարծես սյուր լիներ։ Նա այնպես էր վարվում, որ չկաշկանդեր Սուրբ Հոգուն։ Նա բազմիցս ասում էր, որ մենք չենք կարող գործածել Սուրբ Նա է գործածում մեզ որպես դատարկանոթներ։ Եթե մենք Տիրոջը հետևող մարդիկ ենք, ապա պետք է հետևենք, ոչ թե առաջնորդենք։ Մեզանից պահանջվում է հնազանդվել եւ հետևել Սուրբ Հոգուն։ Կատրին Կոլմանի միջոցով շատերը ծանոթացան Սուրբ Հոգու հետ, ինչպես Հովանես Մկրտչի միջոցով ծանոթացան Հիսուսի հետ։ Ծառայության ժամանակ նա համալարված էր սիրո եւ գթության վրա, որով եւ ծառայում էր Սուրբ Հոգուն եւ Հորը։ Նա բազմիցս խնդրում էր մարդկանց, խնդրում եմ մի վիրավորեք Սուրբ Հոգին, խնդրում եմ մի արեք այնպիսի բաներ, որ Սուրբ Հոգին հեռանա այստեղից։ Նա ասում էր, եթե հայտնվեմ այնպիսի վիճակում, որ Սուրբ Հոգին հեռանա ինձանից, ես կմահանամ։ Այսպես էր ապրում նա ապրում էր Սուրբ Հոգու ներկայությամբ եւ հովանու ներքո։ Մենք պետք է նույն անենք, ապրել Սուրբ Հոգու ազդեցության եւ հովանու ներքո։ Պողոսը երբեք չի ասել, որ ժամանակ առ ժամանակ պետք է այցելենք Սուրբ Հոգուն։ Մենք պետք է ապրենք, քայլենք, բնակվենք Աստծո գաղտնի տեղերում։ Եվ մարդիկ թող աճեն ծարավի մեջ եւ միասնական աղոթքով փնտրեն Աստծո երեսը։ Տիկին Կոլմանի ժողովներում շատ հրաշքներ են կատարվում, որը պատճառ հանդիսացավ Տիկին Կոլմանի գրքեր գրելուն։ Նրա առաջին գիրքը, որի վերնագիրն է Ես հավատում եմ հրաշքներին, արագ վաճառվեց։ Ինձ բախտ վիճակվեց ունենալ այդ գիրքը իր ստորագրությամբ, որով եւ շատ ոգևորվեցի։ Դրանից հետո նա գրեց Անհնարին ոչինչ չկա գիրքը։ Հետո նա գրեց վկայության գրքեր անվանելով 10,000 մղոն հրաշքի համար։ Կանգնել բարձր, Աստված կարող է այն նորից անել եւ այլն։ Կատրին Կոլմանի գրած իմ ամենասիրելի գրքերից մեկը, որը հրատարակվեց նրա մահից հետո, անվանվեց Փայլել փառքով։ Վստահ եմ, որ եթե չունեք այդ գիրքը, կարող եք ձեռք բերել։ Այս գրքում նա պատմում է իր հավատացած բաների մասին, մեջ բերելով իր քարոզներից, խոսում է այն օրենքներից ու բնավորության մասին, որով ինքը ապրել է, եւ սա ինձ համար մեծ օրհնություն է եղել։ Հետո Ջեյմ Բեքինգհամը գրեց նրա կյանքի պատմությունը, որը կոչվում է Ապագայի դուստրը։ Նա մեծ ապագայի աղջիկ էր։ Ես ցանկանում եմ, որ դիտեք Կատրին Կոլմանի տեսաժապավենը Երուսաղեմում մահից 1 ամիս առաջ Սուրբ Հոգուն նվիրված կոնֆերանսում։ Ես ցանկանում եմ, որ դուք տեսնեք հրաշքների ծառայությունը։ Այս ժողովում մենք սպասում ենք մեծ հրաշքների։ Դուք գիտեք, որ ես ուրախ եմ այստեղ լինելու համար։ Ես այստեղ եմ, որովհետև ցանկանում եմ լինել այստեղ։ Ես ավելի նախընտրում եմ լինել այստեղ եւ ոչ թե այլտեղ։
I'm in the perfect will of God. Ես Աստծո կատարյալ կամքի մեջ եմ, կանգնած լինելով այստեղ։ Սիրելի Հիսուս, ես փառաբանում եմ քեզ, ես փառաբանում եմ քեզ։ Դա շատ թանկ է, բայց արժան է այդ գնին։ Այդ արժե ամեն բան։ Եթե դուք ցանկանում եք իմանալ գինը, եթե դուք իսկապես ցանկանում եք, կասեմ ձեզ, դա արժե ամեն բան։ Կաթրին Կուլմանը մահացել է վաղուց։ Ես գիտեմ օրը, ես գիտեմ ժամը, ես կարող եմ հիշել այն պահը, որտեղ Կաթրին Կուլմանը մահացավ։ Հասկանում եք, ինձ համար դա հեշտ էր, քանի որ ես ոչինչ չունեի։ Ես ոչինչ չունեի։ Սիրելիս, ինչի անունդ։ Ես չէի կարողանում այդ անել։ Դուք չեք կարողանում։ Ես չեմ կարող հավատալ։ Վազիր սիրելիս, վազիր այդտեղ։ Շարունակիր վազել։ Վազիր, վազիր։ Վազիր։ Որքան ժամանակ եք այդ վիճակում։ Դուք Գերմանիայից եք։ Գերմանիայից գալիս դուք սպասում եք, որ սա կկատարվի։ Դուք չգիտեք թե ինչ։ Ես արագ եմ խոսում ձեզ համար, ճիշտ է։ Ես չեմ կարողանում հասկանալ նրան, նա էլ ինձ լավ չի հասկանում, բայց Սուրբ Հոգին խոսում է համընդհանուր լեզվով, դրա համար էլ այդքան հրաշալի է։ Ես ավելի լավ գիտեմ, թե որտեղից եմ, քան որևէ մեկը։ Ես Միսսուրիի փոքր քաղաքից եմ, որտեղ բնակվում էր 1200 մարդ։ Ես ոչինչ չունեի։ Ես ծնվել էի առանց որևէ տաղանդի։ Մարդկանց մեծամասնությունը ծնվում է ունենալով որևէ բան։ Իսկ ես նույնիսկ մազեր չունեի ծնվելուցս։ Մեկ օր ես վեր նայեցի եւ ասացի, հրաշալի Հիսուս, ես ոչինչ չունեմ տալու քեզ սիրուցս բացի։ Այս է այն ամենը, որ կարող եմ տալ քեզ, ես սիրում եմ քեզ իմ ամբողջ սրտով։ Եվ տալիս եմ իմ ամբողջ անձս, որպես կենդանի զոհ։ Եթե դու ուզում ես ոչինչ, ահա ոչինչ։ Վերցրու այդ։ Դա արծաթեանոթ չէ, որ նա խնդրում է քեզանից։ Դա ոսկեանոթ չէ, որի կարիքը նա ունի։ Նա ընդամենը կարիք ունի զիջող անոթի։ Ջիմի, ինչ է կատարվում այդտեղ, ասա ինձ։ Այս մարդը Թուրքիայից է, նրա ծունկը վիրահատել են, հեռացրել են նրա ծնկոսկրը և սպասում էր հաջորդ վիրահատությանը։ Տերը հրաշալիորեն բժշկել է նրան։ 5 տարի է, որ նա ունի այս պրոբլեմը, ծնկոսկրը հեռացված է եղել։ Նրան սպասվում էր մեկ ուրիշ վիրահատություն։ Ծալիր հիմա, ծալիր։ Ցավ չունեք ընդհանրապես։ Ծնկոսկրը հեռացված էր։
Այդ մարդը Թուրքիայից է։ Ծնկի մի ոսկրը հեռացված էր եւ նա սպասում էր մեկ ուրիշ վիրահատության։ Տերը բժշկեց նրան։ Միգուցե Տերը նոր ծնկոսկր է տեղադրել։ Ես համոզված չեմ, բայց այդ ծունկն էր, որից հեռացված էր ոսկորը։ Ծնկի եք հենց հիմա։ Ծնկի եք։ Ծափահարեք իրեն։ Վեր կաց, պարոն։ Վեր կաց առանց օգնության։ Շրջվիր եւ վազիր այդտեղ։ Շարունակիր վազել։ Շարունակիր։ Ցավ չունեք ընդհանրապես։ Դուք հավատում եք, որ սա կարող էր կատարվել ձեր հոր հետ։ Քանի տարեկան եք, 14 տարեկան։ Եվ դուք ընտանիքով Թուրքիայից եք։ Դուք հավատում եք, որ դա կարող էր պատահել ձեր հոր հետ։ Այո։ Դուք երջանիկ եք, այո։ Շրջվեք եւ ասեք մարդկանց, որ դուք երջանիկ եք։ Ասեք նրանց։ Ասեք նրանց։ Սուրբ Հոգու զորություն անցնում է նրանց մարմնի միջով։ Աստծո մեծ զորությունն է անցնում նրա մարմնով։ Փառք այս մարդու վրա է։ Դա Սուրբ Հոգու զորությունն է։ Ես շատ արագ ցանկանում եմ ձեզ ինչ-որ բան բացատրել։ Մինչ կանցնեմ սրտակից խոսակցության։ Ցանկանում եմ ասել, որ բառացիորեն տեսել եմ, երբ հազարավորներ, որոնց հպվում է Սուրբ Հոգին, եւ ես չեմ կարողանում հասկանալ Սուրբ Հոգու զորության հպումը։ Մի բան գիտեմ։ Մի բան գիտեմ, որ Կաթրին Կուլմանը որևէ բան չունի անելու Սուրբ Հոգու հպման գործում։ Խնդրում եմ հավատացեք ինձ։ Միգուցե կլինեն ոմանք, որ կխնդրեն հպվիր ինձ։ Դա իմ հպումը չէ։ Դա իր հպումն է, հասկացեք այդ։ Մի բան կարող եմ խոստանալ ձեզ, կա մի բան, որ ես գիտեմ Սուրբ Հոգու հպման զորության մասին, դա իմ հպումը չէ, դա Կաթրին Կուլմանի հպումը չէ, դա Սուրբ Հոգու գերբնական զորությունն է։ Եվ այսօր այս նույն բանը, որ կկատարվի այս մեծ դահլիճում, կատարվեց Պողոսի հետ։ Ես քեզ փառք եմ տալիս Սուրբ Հոգու զորությունն է անցնում իր միջով։ Այդ բանը կատարեց մեկ օր Պողոսի հետ Դամասկոսի ճանապարհին։ Սա շատ հրաշալի է։ Մենք քեզ փառաբանում եւ մեծարում ենք ու տալիս ենք փառքը։ Ես գիտեմ, որ Սուրբ Հոգու զորությունը նրանց վրա է։ Շարժիր, վերև ներքև։ Երբ Պողոսն էր գնում Դամասկոս, ինչ որ բան կատարվեց, ինչ որ փառավոր բան կատարվեց։ Հանկարծակի նա բռնկվեց Սուրբ Հոգու զորությամբ եւ հայտնվեց գետնին։ Միգուցե ձեզանից ոմանք քայլեն ճիշտ նույն տեղով, որտեղ Սուրբ Հոգին հանդիպեց Պողոսին։ Եվ ես հավատում եմ դրան։ Սուրբ Հոգին կհպվի մեզ։ Մենք վայր կընկնենք եւ կասենք ինչ կատարվեց։ Դուք ձեզ կհայտնաբերեք գետնին եւ կհարցնեք, թե ինչ կատարվեց։ You would have gotten up and looked at us, would have said it was wonderful. I don't understand. Ես չեմ հասկանում, թե ինչ կատարվեց։ Չգիտեմ, թե ինչ կատարվեց։ Բայց դա հրաշալի փորձառություն էր։ Պտտիր ձեռքդ, բարձրացրու։ Ծափահարեք իրեն։ Ավտովթարի ժամանակ ես կոտրեցի մեջքս,
պարանոցս եւ ոտքս։ Երբ այդ կատարվեց, 1968 թիվն էր։ Ինչ պատահեց դրանց հետո։ Դրանց հետո ես խիստ ցավեր ունեի պարանոցում եւ այդ պատճառով ողնաշարիցս ծանրոց էր կախված։ Այդ պատճառով կորցրել էի ձեռքիս ուժը։ Ձեռքս ուներ 5 կիլոգրամին համարժեք ուժ։ Եվ ես ցավերի մեջ էի։ Դուք տեսնում եք իմ աչքերի տակի մքությունը, այն անքնությունից ցավի պատճառով է։ Զորությունը Սա վերականգնման ժամ է։ Սա վերականգնման ժամ է։ Սա արթնության օր չէ։ Նա նորից վերականգնում է պտուղը եւ պարգևները։ Պտուղը սիրելիս, դուք չեք կարող ոտքի կանգնել։ Երբ նա մատնացույց արեց ինձ, Հիսուս բժշկեց ինձ նույն վայրկյանին։ Եվ հիմա ինչ, ես ցավ չունեմ։ Ամբողջությամբ բժշկված եմ։ 2 օր առաջ, այո, 2 օր առաջ։ Դուք ցավ չունեք։ Ոչ մի ցավ, փառք Տիրոջը։ Ինչ որ մեկի ականջը բացվեց, ես չգիտեմ թե որտեղ ես դու, չգիտեմ թե որտեղ ես այս մարդկանց մեջ։ Ամուր փակիր լսող ականջդ, եւ այդ ինչ որ մեկը կարող է լսել, ինչ ասում եմ։ Ականջը հենց նոր բացվեց, անձը լսում է ինձ, կատարելապես։ Որտեղ ես դու։ Եկ այստեղ եւ պատմիր մեզ։ Պատմիր բժիշկ, շարունակիր պատմել այդ։ Այս պարոնը ասում էր ինձ, որ 5 տարուց ավելի սրտի պրոբլեմ է ունեցել։ Մինչ այս նա չէր կարողանում բարձրանալ եւ իջնել աստիճաններով։ Նա հենց նոր վազում էր աստիճաններով եւ շնչահեղձ չէր լինում։ Որտեղից ես դու։ Դու 5 տարի սրտի պրոբլեմ ես ունեցել։ Այո, ես չեմ կարողացել վազել աստիճաններով։ Ես չէի կարողանում բարձրանալ եւ իջնել աստիճաններով առանց շնչահեղձ լինելու։ Եվ երբ որ Կատրին Կուլմանը նշեց, որ մեկը բալկոնում բժշկվում է սրտի պրոբլեմից, ես զգացի տարօրինակ ջերմություն։ Ես փորձեցի վազել աստիճաններով ու շնչահեղձություն չզգացի։ Փառք Տիրոջը։ Որ եկեղեցին ես հաճախում։ Մեթոդիստ։ Սիրելի Հիսուս, ինչպիսի հավատք, զորությամբ շարունակեք վազել եղբայրս, շարունակեք վազել, ամեն բան լավ կլինի։ Ինչ է այստեղ կատարվում։ Դուք Ավստրալիայից եք։ Մարդիկ, Սուրբ Հոգին շատ արագ է շարժվում։ Սուրբ Հոգին շատ արագ է շարժվում այստեղում։ Ես քեզ փառք եմ տալիս։ Սուրբ Հոգին, որտեղից է այս զգացմունքային ավստրալիացին։ Դուք գիտեք, որ սա Սուրբ Հոգին է։ Սա Սուրբ Հոգին է։ Եկ այստեղ, եկ այստեղ։ Պատմիր, թե ինչ եղավ քեզ հետ, որ ականջդ բացվեց։ Ձախ ականջս։ Շատերը գիտեն ինձ, որ ես չեմ կարող լսել, երբ մարդիկ նստում էին իմ ձախ կողմս, ես չէի լսում նրան, բայց այժմ լսում եմ, փառք Տիրոջը։ Այժմ կարող ես լսել։ Այժմ կարող ես լսել, այո։ Այժմ, այո։ Իսկ այժմ, այո։ Ինչ փառավոր է մեր Տերը, ինչ մեծ ես դու։ Իմ հոգիս երգում է իմ փրկիչ Աստծուն։ Ինչ մեծ ես դու։ Ինչ մեծ ես դու։ Ինչ մեծ ես դու։ Իմ հոգիս երգում է իմ փրկիչ Աստծուն։ Ինչ մեծ ես դու։ Կատրին Կուլմանը Աստծո մեծ սպասավոր էր։ Նրա վերջին ծառայությունը եղավ 1975 թվականի նոյեմբերին Կալիֆոռնիայում։ Դա իր վերջին հրապարակային ծառայությունն էր։ Նա մահացավ 1976 թվականի փետրվարին Թուլսայում։ Ես վերհիշում եմ նորության թերթից, որ այն կինը, որ հավատում էր հրաշքներին, մահացավ այդ օրը։ Մեծ տխրություն իջավ քրիստոնյաների վրա։ Երբ մեկը մահանում է, Աստված նրան փոխարինելու համար բարձրացնում է ավելի շատ մարդկանց։
Միգուցե կան ոմանք, որոնց հետ Աստված խոսեց նույն հրաշքների զորությամբ, ինչպես Կատրին Կուլմանի հետ։ Ես ցանկանում եմ նաև մի քանի մեջբերումներ անել Տիկին Կուլմանի ասածներից, որը օգուտ կբերի ձեր կյանքին եւ ծառայությանը։ Բաներ, որոնցով դուք միգուցե կապրեք, բաներ, որոնք կօգնեն ձեզ ձեր կյանքում եւ ծառայության մեջ դժվար պահերով անցնելիս։ Նա ասում էր. Երբ դուք սխալվեք, արագ ապաշխարեք կամ զղջացեք, մի թույլ տվեք, որ Հիսուս լինի ձեր պաշտպանը։ Միշտ թույլ տվեք, որ Հիսուս լինի ձեր պաշտպանը։ Զիջեք ձեր կամքը Հիսուսի կամքին։ Տվեք ձեր անձը ամբողջությամբ Աստծուն։ Ամբողջությամբ նվիրեք իրեն։ Աճեցեք սիրո մեջ մարդկանց նկատմամբ։ Ցանկություն ունեցիր մարդկանց օգնելու, գործիր Աստծո հետ եւ Աստված գործ կանի քեզ հետ։ Թող ձեր ամենամեծ նպատակը լինի ճանաչել Քրիստոսին։ Մի համաձայնվիր այս աշխարհի սկզբունքների հետ։ Երբեք մի վախեցիր մարդուց կամ էլ դժոխքի զորությունից։ Մահացիր անձնասիրության համար, քայլիր գթառատության մեջ, ամբողջությամբ վստահիր իրեն, պատվիր եւ փառք տուր ամեն բանի համար Սուրբ Հոգուն։ Առաջնորդվիր Աստծո հոգով։ Առաջնորդվելիս ձեր գործը միայն հետևելն է։ Միշտ աղոթեք, մնացեք հոգու մեջ։ Նա շեշտում էր աշխատել, աշխատել, աշխատել ջանասիրությամբ, հետևել իմաստությամբ եւ վճռականությամբ։ Միշտ պահանջ զգալ Աստծո խոսքի նկատմամբ, շարունակ սերտել խոսքը, վարժվել Հիսուսի ներկայությունը, մնալ այդ ներկայության մեջ, ուր էլ որ լինել հավատարիմ Աստծուն եւ մարդկանց, գործածել մեր փոքր հավատքը մեծ բաների եւ մեծ Աստծո համար եւ մեծ հրաշքներ կկատարվեն։ Գիտեք, որ հավատքի վահանը կմարի բոլոր խավարի կրակոտները եւ Քրիստոսի մեջ դուք երբեք չեք պարտվի։ Ապրիր սիրով Քրիստոսի եւ մարդկանց հետ, հավատա հոգեվոր սիրուն, սեր յուրաքանչյուրի նկատմամբ, ամենուրեք հարուստներին, աղքատներին, սովորողներին, չսովորողներին, լավերին եւ ատեին։ Մենք Կատրին Կուլմանի կյանքի մասին կարող ենք ասել, որ նա կին էր, որ սիրում էր, կին էր, որ ուր էր գնար, արտահայտում էր Քրիստոսի սերը։ Նույնիսկ CBS, ես հավատում եմ հրաշքներին հաղորդաշարի նկարանողները գիտեին, որ Կատրինով Քրիստոս սիրում է իրենց։ Ես կարծում եմ, որ այսօր շատ կարևոր է ձեզ համար աչալուրջ լինել Աստծո տված պարգևի, կոչման, օծության, զորության եւ իմաստության հետ։ Թույլ մի տուր, որ նա հեռանա քեզանից։ Բռնիր այդ պայքարը, դրա համար պատերազմիր, դրա համար Սուրբ Հոգու իրականության մեջ մնա։ Սիրում եմ մեջբերում անել Կատրին Կուլմանի ասած հետևյալ խոսքերը. ոսկյա կամ արծաթյա անոթ չէ, որ Աստված փնտրում է, նա փնտրում է զիջող անոթների։ Ոմանք ասում են, ես ներգրավված եմ երկրի ամենամեծ աշխատանքի մեջ, մինչ Հիսուսի վերադառնալը կլինեն ծառայություններ եւ ամեն հիվանդ կառողջանա։ Ես հավատում եմ Աստծուն, որ այդ կկատարվի ձեր եւ իմ ծառայության ժամանակ։ Կատրինը շեշտում էր, երբ մարդը թույլատրում է, որ Աստված կառավարի իր կամքը, նա այլևս չի կառավարվի ոչ մի բանով, ոչ մի պայման կամ պարագա ինքնին ողբերգական կամ ահարկու չի կարող դառնալ։ Միշտ հիշեք, որ մեր փոքր հավատքը առ Աստված ամեն բան կարող է կատարածել եւ այն ուժ ունի իր մեջ։ Մեկ այլ բան, որ նա ասում էր, դա այն է, որ ամեն հոգեվոր մարդ կարիք ունի շրջապատվել հոգեվոր մարդկանցով, ովքեր գիտեն, թե ինչպես քայլել եւ հետևել հոգուն։ Նա միշտ աղոթում էր մարդկանց համար, որ բռնկվեին Սուրբ Հոգով։ Տիկին Կուլմանի կյանքում սա իրական էր։ Հիշում եմ մի դեպք, որ պատմում էին մարդիկ, ծառայության ժամանակ զորությունը այնքան է ուժեղ լինում, որ երբ նա խոսելի շրջվում եւ բարձրացնում է ձեռքը, այդ ժամանակ 500 հոգյանոց երջախումբը վայր ընկնում Աստծո զորությունից։ Նա շեշտում էր, որ երբեք չսահմանափակել Սուրբ Հոգու զորությունը, երբեք մի սահմանափակեք նրան, հավատացեք, որ նա յուրաքանչյուր ծառայության եւ ժողովի ժամանակ կարող է անակնկալներ անել։ Ցանկանում եմ իմանալ, որ Կատրին Կուլմանը քայլում էր Աստծո զորության մեջ։ Դուք էլ կարող եք քայլել, սկսեք քայլել նրա զորության մեջ եւ ավելի ծառավել իր իրականությանը։ Հասկանում եք, այսօր Աստված փնտրում է իրական քարոզիչների։ Նա չի ցանկանում սուրբ կամ ինչ-որ հանրաճանաչ քանոց չի։ Նա փնտրում է ինչ-որ մեկին, որի մեջ կարող է թափանցել, որի միջոցով կարող է խոսել այս վիրավորված աշխարհի հետ, ասելով սա է պատասխանը։ Այս պետք է անենք։ Նա դեռ կարիք ունի մարդկանց, ովքեր կտարածեն իրենց ձեռքերը եւ կբարձրացնեն իրենց ձայները թույլատրելով Հիսուսին խոսել իրենց միջոցով մարդկանց հետ։ Քանի որ մենք վերջացնում ենք այս վերջին ուսուցումը Կատրին Կուլմանին մասին, ես ցանկանում եմ, որ դուք նույնպես հավատաք հրաշքների ձեր կյանքում, ընտանիքում, ձեր սիրելիների, ձեր հիվանդ մարմնի համար։ Հրաշքները այսօրվա համար են եւ այն կլինի, քանի դեռ Հիսուս թագավորում է եւ կթագավորի հավիտյանս հավիտենից։ Եվ
Եվ եթե մենք ծառայում ենք իրեն, հրաշքները կլիներ մեր կյանքի եւ ծառայության բաղկացուցիչ մասը։ Կարող եք ոտքի կանգնել, ձեր աչքերը փակել եւ ձեռքերը վեր բարձրացնել եւ ասեք. Սիրելի Հիսուս, եկ իմ կյանքիս մեջ, ներիր իմ մեղքերը, վերցրու ինձ այնպես, ինչպես կամ, քեզ եմ տալիս իմ հոգիս, շունչս եւ մարմինս, գործածիր ինձ քո փառքի համար, Հիսուսի անունով, ամեն։ Եվ այս պահին ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին վկայի ձեր հոգուն, որ փոխվեցիք մահվանից դեպի կյանք։ Սուրբ Հոգին ձեր հոգում է, հոգով մեղմ երգեցեք, ալելույա։ Ձեռքերդ վեր բարձրացրեք եւ պատվեք նրան, երբ երգում եք, ալելույա, ալելույա։ Տիրոջ ներկայությունը, ալելույա։ Հրեշտակների մախուն արվում են ձեզ հետ եւ փառաբանում նրան, ալելույա։ We believe that this series of lectures on Կրկնօրինակման աշխատանքներով զբաղվող խումբը աղոթում եւ հավատում է, որ այս ուսուցումները լինեն օրհնաբեր սպասավորների կյանքում եւ ծառայության մեջ։ Մենք աղոթում ենք նաեւ, որ Սուրբ Հոգին լեցնի ձեր ծառայությունը եւ կյանքը զորավոր հրաշքներով եւ հայտնություններով։ Աստված օրհնի ձեզ առատորեն։ Ամեն։